Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մխիթար Հայրապետյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում գործունեության համար եւ նշել, որ տեխնոլոգիաների ոլորտն արդեն երկար ժամանակ Հայաստանում զարգացումներ է ունենում։ Պիտի ասեմ նաեւ, որ վերջին մեկ տարվա զարգացումները Հայաստանի համար հատկապես նշանակալի են, որովհետեւ մենք հիմա արդեն ավելի ու ավելի լիարժեք եւ լիաթոք նորագույն տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության հետ առնչվելու հնարավորություն ունենք։ Իհարկե մեծ աշխատանք է արված Հայաստանում, հիմա արդեն գործում է ենթակառուցվածք, որը ընդամենը տարիներ առաջ կարող էր թվալ դժվար իրագործելի։ Ուզում եմ հիշատակել Երևանի պետական համալսարանի սուպեր համակարգչային կենտրոնը, Elevate ընկերության արհեստական բանականության գործարանը, Firebird ընկերությունն է պատրաստվում այս շաբաթ արդեն բացել արհեստական բանականության գործարանը եւ իհարկե տեխնոլոգիաների հետ համահունչ քայլերը մեր կարևորագույն խնդիրներից մեկն է, բայց այս առումով մենք պետք է նաեւ ուշադիր լինենք եւ հաղորդակից լինենք այն գլոբալ բանավեճերին, որը տեղի ունենում տեխնոլոգիաների առնչությամբ, այն տրամաբանությամբ, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի տեխնոլոգիաների ներդրումը ոչ թե պակասեցնի մարդկանց աշխատելու եւ վաստակելու հնարավորությունը, այլ ընդհակառակը հնարավորինս ավելի հեշտ եւ արդյունավետ դարձնի այն։ Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ մենք բավականին հագեցած օրակարգ ունենք տեխնոլոգիաների ոլորտում, իհարկե բարձր տեխնոլոգիական արդյունաբերության պատասխանատվության ոլորտը մի փոքր ավելի լայն է, քան հենց անունից առաջի տպավորությունը ստանում ենք։ Այստեղ իհարկե կան շատ լուրջ եւ տևական խնդիրներ, որոնք էլի կառավարման, պլանավորման եւ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն են առաջացնում, բայց սա առաջիկա աշխատանքային օրակարգ է, որը մենք կքննարկենք կառավարության ծրագրի նախագծի քննարկման եւ ընդունման համատեքստում։ Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը վստահելու համար եւ հավելել, որ դա ընկալել է որպես բացառիկ հնարավորություն ծառայելու պետությանը։ Իհարկե վերջին տասնամյակների կամ գուցե ավելի երկար ժամանակահատվածում ժողովրդին ծառայել, պետությանը ծառայել ձևակերպումները հատկապես բաժակաճառային կարող էին ընկալվել եւ խիստ պաթետիկ, բայց ես կարող եմ ասել, որ այդպիսին է եղել իմ վերաբերմունքը 2.5 տարիների իմ պաշտոնավարմանը։ Ես այդ գիտակցմամբ եմ եկել աշխատանքի, որ ինձ տրված է բացառիկ հնարավորություն իսկապես իմ ծառայությունը բերելու մեր պետությանը։ Եվ ես հատկապես դրա համար ուզում եմ շնորհակալությունը հայտնել ձեզ։ Պարոն Թադևոսյանի հետ մենք աշխատանքային փորձ ունենք։ Պարոն Թադևոսյան, գիտեք, որ չափ եմ ձեզ գնահատում եւ մարդկայնորեն եւ մասնագիտական առումով։ Եվ ես նաեւ շնորհակալ եմ, որ ժամանակին դուք միացաք մեր թիմին, դարձաք մեր թիմի մասնիկը։ Եվ բնականաբար նաեւ դա է, որ ել ավելի ինձ լավատեսություն եմ ներշնչում, որ դուք հաջողելու եք։ Իսկ ես շատ եմ ուզում, որ դուք հաջողեք։ Ես իմ մտքով, իմ սրտով ուզում եմ դա։ Եվ ես դա ուզում եմ եւ մեր պետության համար, եւ կառավարության իմ քաղաքական թիմի համար, եւ բտանախարարության թիմի համար, եւ բնականաբար անձնապես ձեզ համար։ Եվ դուք պիտի վստահ լինեք, որ ձեր եւ ձեր առաջնորդության բտանախարարության նոր թիմի համար ես 24/7 հասանելի եմ։ Իր հերթին նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության եւ տրված հնարավորության համար։ Մեծարգո պարոն վարչապետ, նախ եւ առաջ անշապ շնորհակալ եմ այս բարձր վստահության եւ այս ունիկալ հնարավորության համար։ Կիսում եմ պարոն Հայրապետյանի մոտեցումը, սա իրոք ծառայություն է եւ ես այս պաշտոնը ստանձնում եմ քաջ գիտակցելով, որ ամեն ինչ ունի սկիզբ եւ ամեն ինչ ունի ավարտ։ Եվ ես փորձելու եմ կիրառել մաքսիմալ ջանքերը ավարտի ժամանակ հետ նայելուց ձեր հետ համատեղ
հպարտությամբ եւ լիաթոք կատարված աշխատանքի զգացումով թողնելու այս պաշտոնը հաջորդ նախարարին։ Մեկ անգամ եւս անչափ շնորհակալ եմ վստահության համար։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2010-ից 2018 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության նախկին պետի պաշտոնը զբաղեցրած անձը պաշտոնական լիազորությունները չարաշահելով պետության օրինական շահերին պատճառել է էական վնաս։ Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը Երևանի հասցեներից մեկում գտնվող 2500 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակության փոփոխության գործընթացը հակաօրինական ճանապարհով ավարտին հասցնելու եւ այն ապօրինի կերպով քաղաքապետի տեղակալի որդուն օտարելու նպատակով կազմել եւ քաղաքապետին է ներկայացրել կեղծ տվյալներ։ Վերջինս ռեստորանային համալիրներից մեկի զբաղեցրած հողամասի մի հատվածի նկատմամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրական շահառու Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահի Տիկնազորի պետի կնոջ սեփականության իրավունքը գրանցելու նպատակով ուսանողական այգու տարածքում ընկերության կողմից կառուցված շինության վերաբերյալ կազմել է կեղծ եզրակացություն եւ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված նորմերին հակառակ հողամասն ավելի քան 24 միլիոն դրամով ապօրինի օտարվել է հիշյալ ընկերությանը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի իրավունքներին ու օրինական շահերին։ Նախաքննության ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Հապկում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշում կայացնելու համար կոնսենսուս կպահանջվի, հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ Վիկտոր Վասիլևը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է, որ հարցն ամենայն հավանականությամբ կքննարկվի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Քաղաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում։ Նրա խոսքով ՀԱՊԿ բյուջեի պարտքը չվճարելու դեպքում կիրառվում է կառույցի կանոնադրության 25-րդ հոդվածը, որը ենթադրում է պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջարկելու իրավունքի, ինչպես նաև կառույցում ձայնի իրավունքի կասեցում։ Դե ֆակտո նման իրավիճակ է արդեն ավելի քան 2 տարի, քանի որ Հայաստանը չի առաջադրում իր քաղաքացիներին քարտուղարությունում քվոտային պաշտոններում, ինչպես նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ Միացյալ շտաբից, հավելել է պաշտոնյան։ Որքան ուժեղ ու անկախ լինեն նախկին խորհրդային միության երկրները, այնքան Ռուսաստանի համար դժվար կլինի վերադառնալ նրան, ինչն արդեն քանդվել է, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Այս գլուխկոտրոկում առանցքային դեր է խաղում Ուկրաինան, ռուսները ցանկանում են կոտրել մեզ։ Եթե դա հաջողվեր, ապա հաջորդը կլինեին հետխորհրդային տարածքի մյուս երկրները, հավելել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա համոզմամբ Ուկրաինան պետք է ամուր հարաբերություններ կառուցի անկախ Ադրբեջանի հետ։ Մենք աջակցում ենք ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ճիշտ այնպես, ինչպես այս տարի երկարատև դադարից հետո վերականգնեցինք կապերը Հայաստանի հետ, ասել է Զելենսկին, կարևորելով նման հարաբերությունների պահպանումը։ Միացյալ Նահանգները հակամարտում է Իրանի դեմ եւ այդ հակամարտությունը շատ լավ հանգուցալուծում կստանա, ինչպես Վենեսուելայի դեպքում, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Կարծում եմ գուցե ինչ-որ բանի հասնենք, ես ցանկանում եմ նրանց հնարավորություն տալ մինչեւ վերջնական գլխատումը։ Շատ բարդ է անել այն, ինչ պլանավորել ենք, կտեսնենք ինչ կլինի։ Ես կնախընտրեի խոշոր հարձակում չսկսել այդ երկրի դեմ, մանրամասնել է ԱՄՆ նախագահը։ Սպիտակ տան ղեկավարը կրկնել է, Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտնել է, որ Թեհրանի հետ ուղիղ բանակցությունները շարունակվում են, թեև իրանական կողմը հերքում է այս պնդումը։ Երեք պատրաստվում էինք նրանց շատ ուժեղ հարված հասցնել, ամենաուժեղը, սակայն այս պահին մենք բանակցում ենք եւ հենց Իրանի խնդրանքով։ Այդ գործընթացին աջակցում են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, նաեւ ուրիշները, մանրամասնել է ԱՄՆ նախագահը։ Նա նախազգուշացրել է, սա գործարքի գնալու Իրանի վերջին հնարավորությունն է։ Նաեւ Թրամփը վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցն ամերիկյան ուժերի վերահսկողության տակ է եւ Վաշինգտոնը թույլ չի տա Թեհրանին վճար սահմանել նեղուցով նավերի անցման համար։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը Դաշնության երկնքում ոչնչացվել է ուկրաինական 320 անօդաչու թռչող սարք։ Ըստ գերատեսչության թիրախում են եղել Վոլգոգրադի, Լիպեցկի, Նովգորոդի, Ռոստովի եւ այլ մարզեր, նաեւ Ղրիմը։ Մոսկվայի մարզի արդյունաբերական գոտիներից մեկում հրդեհներ են բռնկվել, կան զոհեր եւ վիրավորներ։ Լենինգրադի եւ Թվերի մարզերում կրկին Wildberries ընկերության օբյեկտներ են հարձակման ենթարկվել։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Զոհեր կան Բելգորոդի շրջանում։ Ռուսական զորքերն էլ հարվածել են Նիկոլաևին եւ Սումի
Գերմանիային վնասվել են բնակելի շենքեր։ Հայտնի է զոհերի եւ վիրավորների մասին ավերածություններ կան Օդեսայի մարզում։ Ռուս-ուկրաինական զարգացումները մեկնաբանել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա հերթական անգամ հայտարարել է, որ բանակցությունները ընդհատվել են Կիևի մեղքով։ Մոսկվան պատրաստ է քննարկել կառուցողական առաջարկները, այդ թվում շփումների ձևաչափի վերաբերյալ, ընդգծել է Գալուզինը։ Սակայն փոխնախարարի խոսքով դեռ որևէ արժեքավոր առաջարկ չեն ստացել Արևմուտքից։ Ռուս պաշտոնյանը նաև շեշտել է, տնտեսական ճնշումները չեն ազդի Ռուսաստանի վճռականության վրա։ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ տարաձայնություններ ունի Դոնալդ Թրամփի հետ Գազայում կարգավորման մեխանիզմների հարցում։ Բենյամին Նեթանյահուի խոսքով մինչև Գազայի հատվածի վերականգնմանն անցնելը Համասը պետք է լիովին զինաթափվի։ Ավելի վաղ ամերիկյան կողմի նախաձեռնած խաղաղության խորհուրդը հաստատել էր, որ Համասը պաշտոնապես պարտավորվել է զինաթափվել, ինչին կհաջորդի Գազայից ցահալի դուրսբերումը։ Իսրայելից հայտարարել են, որ դա չի բխում հրեական պետության շահերից եւ ռազմական գործողությունները պետք է շարունակվեն մինչև Համասն ամբողջությամբ չեզոքացվի։ Գազայում չդադարող հարձակումների եւ Իսրայելի դիրքորոշման ֆոնին Եգիպտոսը, Թուրքիան եւ Կատարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, դատապարտելով իսրայելական կողմին հրադադարը խախտելու համար։ Այս երկրները կոչ են արել Իսրայելին ապահովել քաղաքացիական անձանց, բժշկական անձնակազմի եւ մարդասիրական առաքելությունների պաշտպանությունը, նաեւ հորդորել միջազգային հանրությանը ճնշում գործադրել հրեական պետության վրա։ Համասը եւս հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների նպատակն է խոչընդոտել միջնորդների, այդ թվում ԱՄՆ վարչակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Պաղեստինյան շարժումը կոչ է արել միջնորդներին անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Դիանա Գասպարյան։ Ավարտական փուլում են Գավառ քաղաքի Ազատության փողոցի առաջին նրբանցքի, նույն փողոցի 4-րդ շենքի բակի եւ առաջին փակուղու հիմնանորոգման աշխատանքները։ 690 մետր երկարության փողոցն ասֆալտապատվել է, կատարվել է 496 քառակուսի մետր տարածքով մայթերի կառուցում բազալտե եզրաքարերով եւ բետոնե սալիկներով։ Այն փողոցները, որտեղ հնարավոր է ջրահեռացումը իրականացնել արտաքին երկաթբետոնյա վարքերի միջոցով, կատարվում են այդպես, իսկ այն փողոցները, որտեղ հնարավոր չի դա կատարել ելնելով փողոցի թույլատրելի լայնությունից, դրանք իրականացվում են ստորգետնյա ներքին ջրահեռացման միջոցով։ Կառուցում ենք ջրահեռացման համակարգերը, կոնկրետ այս հատվածում իրականացվում է ջրահեռացումը B220 վարքերով։ Տեղադրվում են մայթեր բազալտե եզրաքարերով։ Փողոցներն հիմնանորոգվում են Գավառի 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կառավարություն համայնք գործակցությամբ։ Հիմնանորոգման արժեքը կազմում է 72 միլիոն 323 հազար դրամ, որի 55%-ը հատկացվում է համայնքի, 45%-ը պետական բյուջեներից։ Աշխատանքների վերջնամասում մենք իրականացնելու ենք նաև կառավարման աշխատանքներ։ Այս հատվածում տեղադրվելու է պաշտպանիչ ցանկապատ բնակիչների երթևեկությունը ապահով դարձնելու համար։ 15 տարի շարունակ ստեղ եմ, բայց ոչ մի վերանորոգում չի եղել։ Հիմա պատկերացրեք ինչքան ուրախ են երեխեքը, հեծանիվ են քշում, շատ հաճելի է։ Իհարկե ոնց որ շունչ առնի մեր փողոցը, մեր թաղամասը։ Շնորհակալ ենք նախաձեռնողներից էլ, վարպետներից էլ, բոլորից։ Ճանապարհաշինական աշխատանքները կարևորում են ոչ միայն տարածքում ապրողները, այլև այս հատվածով հաճախ երթևեկող քաղաքացիները։ Տարածքի փոշին, ցեխը եւ այլ անհարմարություններ արդեն անցյալում են։ Ես Ռուսաստանից նոր եմ եկել, որ տեսա զարմացա ուղակի, ինչ են անում այս ժողովուրդն, այս ճամփի վրան։ Մալադյեց, շատ ուժեղ են աշխատում։ Ուրեմն իմ համար ամենակարևոր բանը, որ ես ճամփեն ելավ, այդ ինչ որ ինձ ստացվա, որ համընկավ այս մեր լավ հիանալի բժիշկների հետ, որ այս բժիշկները իմ աշկերը բուժեցին, ես տեսա ոնց են էլի այս մարդիկ աշխատում։ Ճամփեքը լավ է շինում են, օբրեկ, մոքուր կեթան, ժողովուրդը կեքան։ Հայացները սարքում եք, ճանապարհը սարքում եք, մենք լավ կքշենք ու մեզ շենք վնասի, քանի որ ասֆալտ կլինի եւ ասֆալտի վրա կքշենք, ոչ թե փոշոտ եւ քամը տեղերում։ Ճանապարհաշինարարների հավաստմամբ փողոցները շուտով շահագործման կհանձնվեն։ Ալվարդ Մանուկյան, Արփիկ Կակոյան։ Սպասված, բայց անսպասելի այցով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենը կրկին ձեռնարկության արտադրական տարածքում էր։ Հավատարիմ մնալով ընկերության աշխատակիցների հետ անձամբ հանդիպելու խոստմանը եւ տեղում խնդիրներն արձանագրելու քաղաքականությանը, Ռոման Խուդոլին հերթական անմիջական շփումն ունեցավ հանքագործների հետ։ Օրվա առաջին հասցեն Կապանի բազաներ։ Где-то полгода
назад мы встречались. Մոտ կես տարի առաջ ենք հանդիպել, հարցերն ընդամենը 9 էին, որոնց մի մասը քննարկել ենք, մի մասը դեռ լուծման կարիք ունի։ Բազայի վերակառուցումը կարևոր է, պահեստային տարածքները ենթակա են վերանորոգման, բայց դրա համար ավելի շատ ժամանակ է հարկավոր։ Նաև աշխատավարձի և տարակարգի հետ կապված հարցեր կային, եթե այլ հարցեր ունեք, բարձրաձայնեք, մենք անհապաղ կփորձենք լուծում տալ։ Փակ ծածկեր լինեն, որպեսզի ձմռանը, ամռանը մարդիկ կարողանան իրենց հանգստյան 5 րոպեները հանգստանան կամ ծածկի տակ կանգնեն։ Տարածք առանձնացրեք, գնեք տնակները և այն ամենն, ինչ անհրաժեշտ է։ Հանգստի սենյակներ, տելիքի պատրաստման սենյակներ, մեր կապալարու հետ պայմանավորություն ունեցավ, մինչև տարվա վերջ ամբողջությամբ պետք է արվի։ Այսինքն ստեղ էլ կգան, սաղ կանեն, դա ընդհանուր պլանի մեջ, եթե տեղյակ եք, գիտեք արդեն վերևը հանքում, ֆաբրիկայում, դրաբյուլկայում արդեն իսկ վերանորոգվում ամբողջությամբ։ Ուղղակի սաղ տարածքը արվելու է կոմբինատի, կապ չունի, կապանի բազանա, թե հանքնա։ Աշխատակիցները կարևորում են ղեկավարության հետ անմիջական շփումը, նշում բարձրաձայնած հարցերը ժամանակի ընթացքում լուծում են ստանում։ Արդեն զգացված է, արդեն անմիջական ղեկավարի հետ շփումը, դա շատ լավ է, դա շատ ազդեցիկ է, ես տենց կասեի։ Հարցը արդեն իսկ բարձրացվել էր, մենք գիտենք, որ նախատեսված էր ասֆալտապատում մեր տարածքում, սակայն բնական պատճառներից ելնելով ասֆալտապատումը դա մեկ օրվա աշխատանք չէ, մենք եւս հասկանում ենք, եւս մեկ անգամ բարձրացվեց հարցը եւ հուսով ենք ել ավելի արագ մեր հարցի լուծումը կտրվի։ Հանքարդյունաբերական հսկայի գլխավոր տնօրենի հաջորդ կանգառը պոչամբարային տնտեսությունն էր։ Տեղամասի աշխատակիցներին այս անգամ հուզում էին արտահագուստի եւ գնումների հարցերը, որոշները նաեւ հանդես եկան առաջարկություններով։ Ներդրել եք այդ արագ գնումները, դա շատ լավ ծրագիր է իմ կարծիքով, որպես այդ ոլորտի պատասխանատու եւ ավելի լավ կլներ իմ կարծիքով, դա ավելի ընդլայներ, որովհետև հեշտացնում, արագացնում աշխատանքային պրոցեսը, այդ մանր գործիքների, դետալների, անհրաժեշտ իրերի գնումը ավելի արագ ու ավելի ճիշտ գնելու համար։ Նոր արտահագուստի համար ծրագրեր կար, որ բարակ մի քիչ ավելի ամառային տեսել եմ, որ որակին լավ բաները Проконтролируйте, чтобы завезли комплект։ Առաջիկայում հետևողական եղեք, որ նոր արտահագուստ տրամադրեն։ Տեղում կհասկանաք, որքանով է հարմարավետ, որևէ բան փոխելու կարիք կա, թե ոչ։ Աշխատակիցների խոսքով իրենց ոգևորում է ղեկավար կազմի անմիջականությունը։ Շփման այս ձևաչափը գոհացուցիչ է։ Աշխատավարձի բարձրացում եղել է, զգալիորեն կա տարբերություն, ֆորմադերի հետ կապված խնդիրներ կային, լուծվել է։ Հանդիպումից հանդիպում հարցերը նվազում են, առաջընթացը զգալի է։ Ոգևորված արձանագրում է ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։ Все вопросы руководство знает, под контролем։ Բոլոր հարցերը մեր վերահսկողության տակ են, որոշների լուծման համար երկար ժամանակ է անհրաժեշտ, ինչպիսին վերակառուցումն է։ Կան խնդիրներ, որոնք տասնամյակներով չեն լուծվել։ Մնացածը կախված է մեզնից։ Ձգտում ենք օպերատիվ կերպով լսել կոլեկտիվին, նրանք էլ մեզ։ Աննա Մելքումյան, Ռոբերտո Հանջանյան։ Վանաձորում սկսվել է բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության արդիականացման ծրագիրը։ Համայնքային միջոցներով քաղաքի 36 բազմաբնակարան շենքերում տեղադրվում են նոր ժամանակակից վերելակներ։ Համայնքապետարանում վերելակների հետ կապված բազմաթիվ բողոքներ են ստացվել։ Մի մասում իսպառ բացակայության, մյուս դեպքերում հին սարքավորումների, որոնք նամաշ էին, հաճախ շարքից դուրս էին գալիս անհարմարություններ եւ անվտանգության խնդիրներ ստեղծելով բնակիչների համար։ Այդ խնդիրների լուծման նպատակով համայնքը մեկնարկել է վերելակների տեղադրման եւ փոխարինման լայնածավալ ծրագիրը։ Քանի որ 22 թվականից բազմաթիվ բողոքներ են ունեցել վերելակների հետ կապված, իհարկե տեղյակ ենք եղել, որ Վանաձորում վերելակների լուրջ խնդիր ունենք, որոշեցինք մեր բոլոր շենքերի վերելակները փոխարինենք ժամանակակից նոր վերելակներով։ Արդեն իսկ վերելակները Վանաձորում են, հերթականությամբ տեղադրելով շարժվում ենք առաջ։ Վերելակները գնվել են համայնքային միջոցներով, իհարկե ուզում էինք շատ շուտ արած լինենք, բայց քանի որ գումարը ունեցանք այս պահին մրցույթը հայտարարեցինք, վերելակները արդեն Վանաձորում են։ 414 միլիոն դրամի վերելակ։ Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ 37 շենքից 17-ում մինչ այժմ ընդհանրապես վերելակներ չեն եղել, եւ բնակիչներն առաջին անգամ են օգտվելու այդ հնարավորությունից։ Մնացած շենքերում շահագործման ժամկետն ավարտված եւ հաճախակի անսարքություններ ունեցող վերելակները փոխարինվում են նորերով։ Քանի որ մեր բոլոր շենքերի վերելակները 30-40 տարվա վերելակներ էին, որոշեցինք ձեռք բերել
ժամանակակից գեղեցիկ արտաքին տեսքով վերելակներ, որոնք նաև ավելի անվտանգ եւ ապահով վերելակներ են։ Առաջնորդություն տրվել է այն շենքերին, որտեղ վերելակ չեն ունեցել։ Այս պայծրությամբ նախատեսված է 36 շենքում տեղադրել 50 նոր վերելակ։ 3 ամսվա ժամկետում պետք է վերջացնենք։ Արդեն նոր վերելակներ են բերվել եւ տեղադրվում են Բազում թաղամասի Սուխումի 12, Վանաձորի Զաքարյան 1, Գրիգոր Լուսավորիչ 39, Կոտորակ 1, Թումանյան 9A եւ 9B, Աղայան 98, Համբարձումյան 12, Ռուսթավի 14, Չերկասի 1 եւ Իսահակյան 2 բազմաբնակարան շենքերում։ Դեմիրճյան 14 հաստեի բազմաբնակարան շենքում արդեն գործարկվել է նոր վերելակը։ Փելեշյանն առաջիններից էր, ով անձամբ է օգտվել խորհրդանշական մեկնարկ տալով նոր ժամանակակից վերելակի շահագործմանը։ Շնորհակալ ենք, պարոն Փելեշյան։ Ուզում եմ ձայնը լսեմ մի հատ որ չէ լավն է։ Երաշտություն էլ հա մեջ է։ Հարգերը հայերեն ավաս։ Երրորդ։ Շատ լավն է։ Հրաշալի։ Ավ վայլեք ժողովուրդ ջան։ Շնորհակալություն։ Ծրագրի իրականացմամբ համայնքը նպատակ ունի ապահովել անվտանգ, հարմարավետ եւ ժամանակակից վերելակային սպասարկում, բարելավելով բազմաբնակարան շենքերի բնակիչների առօրյան եւ կյանքի որակը։ Համայնքային իշխանությունները վստահեցնում են, որ վերելակների փոխարինման աշխատանքները լինելու են շարունակական եւ առաջիկայում ծրագիրը կընդգրկի նաեւ քաղաքի այլ հասցեներ։ Վանաձորում ոչ մի հին վերելակ չի մնալու, բոլորը պետք է փոխարինվի նորերով։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան։ Պետհետաքնության եւ օպերատիվ հետախուզության վարչության 11-րդ բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքում գործող ընկերությունը, որը զբաղվում է հեղուկ գազի, բենզինի եւ դիզելային վառելիքի մանրածախ առևտրով, իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում։ Վարչության աշխատակիցները ստացված տվյալները մանրամասն վերլուծել են, մշակել են միջոցառումների կատարման հաջորդականություն, որից հետո իրականացվել են համալիր գործողություններ։ Ձեռք են բերվել եւ հետազոտվել են ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները, այդ թվում ներքին հաշվառման եւ սևագիր փաստաթղթերը։ Այդ տվյալները համադրվել են ՊԵԿ տեղեկատվական բազայում մարկա, նույն ժամանակաշրջանին վերաբերող ընկերության ներկայացրած հարկային հաշվարկների տվյալների հետ։ Պարզվել է, որ 2021-ից 26 թվականների ընթացքում ընկերության կողմից բենզինի, դիզելային վառելիքի եւ հեղուկ գազի վաճառքից ձևավորված հասույթից թեր հայտարարագրվել է շուրջ 1.3 միլիարդ ՀՀ դրամ։ Արդյունքում չի հաշվարկվել եւ պետական բյուջետ չի վճարվել շուրջ 415 միլիոն ՀՀ դրամ։ Փաստի արդիվ Արերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պետական եկամուտների կոմիտեն հարբճարողներին հորդորում է զերծ մնալ նման արատավոր վարքագծից եւ գործել թափանցիկ, իսկ քաղաքացիներին խնդրում է ձեռք բերված վարելիքի դիմաց պահանջել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվարկային փաստաթղթեր։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 4 տղամարդ, 2-ը Երևանի, 2-ը Կոտայքի մարզի բնակիչ, ապօրինի ձեռքբերում եւ իրացնում են թմրանյութ։ Հուլիսի 29-ին ժամը 18:50-ին Մայրաքաղաքի Նազարբեկյան փողոցում քրեական ոստիկանները 4-ին էլ ձերբակալեցին եւ 33-ամյա երևանցու վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նետամակնիշի մեքենան կնիկվեց պահպանվող հատուկ տարածքում։ Ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ եւ մարիխուանայով փաթեթ։ Տղամարդիկ խոստովանեցին, որ Telegram հավելվածի միջոցով ձեռք են բերել թմրանյութ, որը պետք է իրացնեին։ Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խոզարկությամբ նետամակնիշի մեքենայում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող 335 գրամ զանգվածով փաթեթ։ Օգոստոսի 1-ին խոզարկություն կատարվեց նաեւ Երևանի Հալաբյան փողոցի բնակիչ 29-ամյա տղամարդու տանը։ Հայտնաբերվեց կպչուն ժապավենով 30 փաթեթ, ընդհանուր ավելի քան 20 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Հուլիսի 14-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ոստիկանության Արագածոտնի մարզի ստորաբաժանումների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկայ էին ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, նախարարության եւ ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության գործառույթներին վերաբերող հանցագործությունների մասով արձանագրվել է նվազման միտում։ Հաշվետու ժամանակահատվածում դրանց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22%-ով, 168-ից հասնելով 131-ի։ Ընդգծվել է, որ կիսամյակի ընթացքում սպանության դեպք չի արձանագրվել։ Աճել են մարդու դեմ ուղղված պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, նվազել են բնակարանային գողության եւ խարդախության դեպքերը։ 2026 թվականի 6 ամսվա ընթացքում համայնքային ոստիկանության աշտարակի բաժնում գրանցվել է 486 հանցագործություն, բացահայտվել 436-ը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բացահայտման ցուցանիշը նվազել է։ Նվազել են մարդու դեմ ուղղված, աճել սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները, աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, ինչը հիմնականում պայմանավորված է բարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։ Համայնքային ոստիկանության ապարանի բաժնում գրանցվել է 140 հանցագործություն, որից 117-ը բացահայտվել է։ Բացահայտման ցուցանիշը կազմել է 83.6%, նվազել են մարդու, պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, աճել սեփականության դեմ ուղղվածները։ Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի սպասարկման տարածքում հաշվետու ժամանակահատվածում հրազենով հանցագործության դեպքեր չեն արձանագրվել։ Գրանցված 102 հանցագործության դեպքերից 87-ը բացահայտվել է։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 68.8, իսկ պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները 73.9%-ով։ Բաժնի ծառայողները վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմել են արձանագրություններ պետական դրոշի օգտագործման կանոնների, չթույլատրված վայրերում ծխելու, հասարակական կարգի պահպանման կանոնների եւ այլ խախտումների վերաբերյալ։ Բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակը անցած կիսամյակի ընթացքում բացահայտել է հանցագործության 40 դեպք։ Կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 35539 որոշում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4239-ով պակաս։ Ճանապարհատրանսպորտային պատահարներով զոհերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չի փոխվել, աճել է մարմնական վնասվածք ստացածների թիվը։ Ոստիկանության գվարդիայի աշտարակի պետական պահպանության բաժնի պետը ներկայացրել է ծառայության հիմնական արդյունքները, ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում զգալիորեն բարելավվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը։ Նրա խոսքով ցուցանիշի աճը ծառայության տարբեր ուղղություններով իրականացված հետևողական աշխատանքի եւ օպերատիվ համագործակցության արդյունք է։ Շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար նախարար Սարգսյանը նշել է, որ առաջին կիսամյակի արդյունքները ընդհանուր առմամբ բավարար են, սակայն արձանագրված մի շարք միտումներ պահանջում են առավել նպատակային, հետևողական եւ արդյունավետ աշխատանք։ Արփինե Սարգսյանը անդրադառնալով հանցավորության շարժընթացին հանձնարարել է ակտիվացնել օպերատիվ հետախուզական միջոցառումները քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ, շեշտելով, որ նման ցանկացած դրսևորում պետք է արժանանա ոստիկանության արագ, համարժեք եւ անզիջում հակազդմանը։ Նախարարը հանձնարարել է սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանքների վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդման դեպքում ապահովել իրավապահ բոլոր մարմինների անհետաձգելի արձագանքն ու համակարգված համագործակցությունը դեպքի բոլոր հանգամանքների լիարժեք բացահայտման եւ օրենքով նախատեսված պատշաճ իրավական ընթացքի ապահովման նպատակով։ Նախարար Սարգսյանը հանձնարարել է նաև հետևողական պայքար իրականացնել տնտեսական բնույթի հանցագործությունների հայտնաբերման, բացահայտման եւ կանխարգելման ուղղությամբ, մասնավորապես ակտիվացնելով հանքարդյունաբերության ոլորտում վերահսկողությունը։ Անդրադառնալով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասնակցության դեպքերին, Արփինե Սարգսյանը շեշտել է, որ անհրաժեշտ է միջգերատեսչական մակարդակում առավել ակտիվ ջանքեր ներդնել։ Նախարար Սարգսյանը կարևորել է համայնքներում պարեկների ակտիվ ներկայությունը, ընդգծել, որ կանխարգելիչ ծառայությունը պետք է լինի առավել տեսանելի եւ հասանելի նաեւ բակային տարածքներում։ Նա հանձնարարել է հանգստի սեզոնի ընթացքում ուժեղացնել ծառայությունը եւ մշտական վերահսկողություն ապահովել հանգստյան գոտիներում։